Տիրոջ հրաշալի ներկայությունն այստեղ։ Տիրոջ հրաշալի ներկայությունն այստեղ, որ Տերը բժշկում է, Տերը ազատագրում է, Տերը բժշկում է, Տերը ազատագրում է, կապանքները քանդում է, հալելույա։ Սուրբ Հոգին զորավոր ձևով այստեղ է, Սուրբ Հոգին զորավոր ձևով այստեղ է։ Շնորհակալ ենք Հիսուս, շնորհակալ ենք։ Հալելույա։ Ինչի համար է գալի Տերը, ինչի է գալի Տերը իր հոգով, որ ազատի, եւ որ Հիսուսը եկավ, կանգնեց ժողովարանի մեջ, որ նա պետք է սկսեր իր ծառայությունը, ինչ ասեց։ Ժողովարանում ասեց Տիրոջ հոգին իմ վրա է, եւ Տեր ուղարկել է ինձ, Աստված ուղարկել է ինձ ավետարանը քարոզելու, գերիներին թողություն, կապվածներին արձակելու, սրտով կոդրաստներին բժշկելու, Տիրոջ ընդունելի տարին քարոզելու, այս սա է Տիրոջ հոգին։ Եվ որ Տիրոջ հոգին գալիս է, նա բժշկում է, նա ազատագրում է, կապանքները քանդում է, այդ captivity-ից քեզ ազատ արձակում, կոդրված է կյանքդ բժշկվում ես, հալելույա, դրա համար է Տիրոջ օծությունը եկել, ու Տիրոջ օծությունը ստեղ է, հալելույա։ Մենք չենք եկել ուղղակի կրոնական պաշտամունք ունենալու, բայց Սուրբ Հոգին որ գալիս է, հալելույա, ինչ անում Սուրբ Հոգին, երբ որ Տերը ասեց Տիրոջ հոգին ինձ վրա է, ինչի համար գերիներին թողություն, կապվածներին արձակելու, սրտով կոտրվածներին բժշկելու։ Կոտրված է ինչ որ մեկը սրտով հուսահատված է, իր կյանքում disappointed եղած է, Տերը եկել է բժշկելու, հալելույա, մխիթարելու, բարձրացնելու, հալելույա, 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 Տիրոջ օծությունը ստեղ է, որ ազատագրի։ Աստված սեր է, Տերը եկել է, որ բժշկի։ Այնպես ինչպես շատերը պատկերացնում են Տիրոջ մասին, Հիսուսի մասին, Աստծո մասին, սխալ են պատկերացնում, չեն իմանում Տիրոջը։ Սատանան խաբում է շատերին, շատերին սատանան խաբում է, շատերին սատանան խաբում է, եւ որ մարդիկ խնդիրների են հանդիպում, տառապ պանքով կյանք են անցնում, մի բան չի ստացվում, մի հատ դեպք է պատում, հիվանդանում է մեկը կամ մեկը մահանում է, բոլորը մեղադրում են Աստծուն։ Ու ավելի վատ է, որ քրիստոնյաներն են դա անում։ Մանավանդ մենք քրիստոնյա ժողովուրդներով մեղադրում ենք Աստծուն։ Դա գալիս է իր խոսքը չիմանալուց, Աստվածաշունչը չիմանալուց, մակերեսային, սրֆեյս ձևով մենակ իմանալուց, ասում ենք, հա Աստված տարավ։ Մոռանում են, որ այս աշխարհում կա սատանա։ Մոռանում են, որ սատանա կա։ Սատանան դա կոչվում է հակառակորդ, Աստծո հակառակորդն է։ Ցանկացած հիվանդություն, պրոբլեմ, անեծք, մահ, աղքատություն, դժվարություն, դրա հեղինակը Աստված չի։ Անգամ քրիստոնյաներ կան, որ երբ որ ունենում են որևէ հիվանդություն կամ հիվանդություն է գալիս, մտածում են Աստված է իրանց պատժում կամ պատժել։ Իմ թեման կոչվում է արդյոք Աստված պատժում է հիվանդությունով։ Որտեվ շատ հավատացյալներ կան, ասում են Աստված պատժում է հիվանդությունով կամ ավելի լավ տարբերակն են ընտրում, ավելի լավ ուրիշ բառեր են օգտագործում, ասում են Աստված խրատում է հիվանդությունով։ Որտեղից վերցրեցիր, ասում է, որովհետև ես հիվանդ էի, աղոթեցի, չբժշկվեցի, կամ իմ ծնողս ծանր պարկած էր, աղոթք արեցի, չբժշկվեց, հետո ասեցի ինչի համար, երևի մտածեցի Աստված ինչ որ բան է սովորացնում, Աստված խրատում է դրա միջոցով։ Ու մարդիկ շատերը գալիս են այդ կարծիքին, այդ եզրակացությանը, բայց ոչ մի հիվանդություն Աստված չի տալիս խրատելու համար, երբեք Աստված չի օգտագործում հիվանդությունը պատժելու համար։ Հիվանդությունը եկավ աշխարհ մտավ, երբ որ մարդը հեռացավ Աստծուց, մեղքի հետևանքն է։ Հիվանդությունը դա մեղքի հետևանքն է։ Աստծո խոսքը ասում է, ինչպես Ադամով ամենքը մեռնում են, որովհետև Ադամի գործած մեղքի պատճառով մահը մտավ աշխարհ։ Այնպես էլ խոսքը ասում է, Քրիստոսով ամենքը կենդանանում են։ Քրիստոս եկավ, որ կենդանացնի։ Եվ Հովհաննես ավետարանի 10:10 համարը Հիսուսը ասում է, գողը գալիս է, որ միայն գողանա, սպանի, կորցնի։ Ես եկա, որ տամ կյանք եւ էլ ավելին։ Զարմանում եմ, որ մարդիկ կարդում են ու չեն տեսնում։
Մեկը շարունակում են մեղադրեն Աստծուն ամեն իրանց դժբախտությունների մեջ։ Հիսուսը ասեց, գողը գալիս է, ու գող ասելով Հիսուսը հենց սատանային նկատ ուներ։ Գողը գալիս է, որ կործանի, սպանի, թալանի, եւ ես եկա, որ կյանք ունենանք, եւ ավելի Գործ առաքելոց 10:38 համարը շատ կարևոր խոսք է ասում։ Այն Հիսուսին, որ Նազարեթիցն է, թե ինչպես Աստված նրան Սուրբ Հոգով եւ զորությունով օծեց, որ ման եկավ բարի անելով եւ սատանայից բոլոր հարստահարվածներին բժշկելով, որտեղ Աստված նրա հետ է, տեսեք, սա էլ մեկ ուրիշ համար։ Մեկ այլ համար, որը նույնպես ապացուցում է, ասում է, այն Հիսուսը, որ Նազարեթից էր, թե ինչպես Աստված օծեց նրան Սուրբ Հոգով եւ զորությունով, ինչի համար օծեց Աստված Հիսուսին։ Ես հարց եմ տալու, որ դուք ինքներդ պատասխանեք, որ դուք ավելի լավ սովորեք։ Ինչու Աստված օծեց Հիսուսին, այստեղ ինչ է ասում։ Ինչի էր Հիսուսը եկել, ինչի Աստված օծեց, օծությունը գիտեք, անգլերեն ասած anointing, այսինքն զորություն, շնորհք, կարողություն, ability։ Ինչի տվեց ասма, նրան ասма, ինչպես Աստված օծեց Սուրբ Հոգով եւ զորությունով, ինչի համար, շարունակությունը ասում է, որ բարիք անի եւ սատանայի բոլոր հարստահարվածներին բժշկի, հարստահարվածներին, կողոպտվածներին, թալանվածներին սատանայի կողմից, որտեղ այստեղ էլ խոսքը ապացուցում է, որ թալանի չէ, կողոպտի չէ, սատանան է, ոչ թե Հիսուսը։ Ժողովուրդ, Աստծո ժողովուրդ, ես կոչ եմ անում ձեզ, որ այսօր սկսենք ճանաչել մեր Աստծուն եւ անտեղի չմեղադրել ամեն ինչի մեջ Աստծուն։ Ոսում ես աղոթեցի, չբժշկվեցի, ուրեմն Աստծո կամքը չէր։ Էսի շատ ցավալի է։ Երբ որ մենք դոկտրինա ենք հնարում, teaching-ի ձև ենք հնարում մեր էքսպերիենսից ելնելով։ Քանի որ ես աղոթեցի, չբժշկվեցի, քանի որ ես աղոթեցի, այն մարդը չբժշկվեց, նշանակում է Աստված չի ուզում։ Նշանակում է Աստված ինչ-որ բան է ուզում սովորացնի սրանով։ Սխալ դոկտրինա, սա քրիստոնեություն չի։ Քչերն են այսօր քարոզում այս մասին ինչ որ ես ասում, քչերն են քարոզում, որտեղ այսօր աշխարհում շատ տարածված է սխալ քարոզչություն, Աստծո մասին սխալ են խոսում մարդիկ։ Աստված ասում է, նա Հիսուսը օծվեց, որ բարիք անի եւ բժշկի, մարդիկ ասում են, Տերը տվեց, որ խրատի։ Ավետարաններում, 4 ավետարաններում, 4 գասպելներում ով կարա մի հատ տեղ ցույց տա, որ Հիսուսը չի բժշկում, հրաժարվում է բժշկելուց, կամ բոլորին չի բժշկում։ Մի քանի համարներ նայենք, մի համար չէ, շատ համարներ կա, ինչի համար ենք այս Աստվածաշնչյան այս համարները նայում, որպեսզի համոզվենք ինչ է Աստծո խոսքը ասում։ Այս թեմային, բժշկության վերաբերող թեմային տարբեր տեղերից ես համարներ եմ վերցրել, եթե ամբողջ գլուխները կարդայինք, մեր ժամանակը չէր երիկի։ Դրա համար քանի որ սա թեմատիկ թեմա է, չէ՞, բժշկությունը, մենք դրա համար վերցնում ենք Աստվածաշնչի տարբեր հատվածներից, որ խոսում է բժշկության մասին, որպեսզի պատկերացում ունենանք Աստծո կամքը բժշկության վերաբերյալ։ Մատթեոս 4:23-ը, այսի սա այն ժամանակը, երբ որ Տերը նոր սկսում է մտնել իր ծառայության մեջ։ Նայեք ինչ է ասում։ Եվ Հիսուսը ման էր գալի բոլոր Գալիլեայում, սովորեցնելով նրանց ժողովարաններում եւ քարոզելով արքայության ավետարանը եւ ժողովրդի մեջ եղած ամեն հիվանդություն եւ ամեն ցավ բժշկելով։ Ինչ է ասում։ Մի մասին էր բժշկում։ Նա քարոզում էր, սովորացնում էր, ոչ միայն քարոզում, սովորացնում էր եւ ամեն հիվանդություն, չի ասում, այս հիվանդությունը կարամ բուժեմ, այսի չեմ կարա բուժեմ, այն էքստրասենսներ կան, չէ, ասում, ես բուժում եմ գլխացավ, շաքար ու ոտի ցավ։ Իսկ ես բուժում եմ, ես կոնկրետ ես, ասեմ ինչ եմ բուժում, ոչ մի բան, որտեղ ինքն է բուժում։ Ես կարամ աղոթեմ, խնդրեմ, ես կարամ ձեռքս դնեմ, որտեղ ինքը ասել է ձեռքդ դրեք հիվանդերի վրա։ Ինքը իմ մեջ է, Սուրբ Հոգին օծել է մեզ, Սուրբ Հոգին եկել է մեր մեջ, նույն Սուրբ Հոգին, որ Հիսուսի վրա էր, հետո ուղարկեց իր աշակերտների վրա, որ այդ նույն Սուրբ Հոգու օծությունով այդ captivity-ն, այդ գերությունը քանդվի, աղոթենք բժշկությունը գա, բայց ես չեմ բուժողը, ինքն է բուժողը։
Իսկ ինքը ամեն ինչ է բուժում, գրած է ամեն հիվանդություն եւ ամեն ցավ։ Ժողովրդի մեջ եղած ամեն հիվանդություն եւ ամեն ցավ բժշկելով։ Հաջորդ համարը Մատթեոս 8:17-ը։ Ես ասում եմ, որ ձեր մեջ ամրապնդվի, որ Տերը բոլորին է ուզում բժշկի։ Ու երբ որ տեն մեկը չի բժշկված, դա Աստծո կամքը չի։ Երբ որ իրիկու եղավ շատ դիվահարներ, այսինքն demon possessed մարդիկ, դիվահարներ, բերին նրա մոտ եւ նա խոսքով հանեց ոգիները եւ ամեն հիվանդներին բժշկեց։ Հիվանդների կեսին բժշկեց։ Գրածա ամեն հիվանդերին, ինչի։ Ոնց մեկը չկար անդե որ Աստված պատժել էր խրատեր տվել որ Հիսուսը պետք է չբժշկեր։ Ասում են, չէ՞, այսօր տարածված է։ Հաջորդ համարը, տեսեք ինչքան շատ համարներ կան։ Մատթեոս 9:35։ Հələ որ Մատթեոսը սենց գլուխ առ գլուխ հետ մենք տեսնում ենք ինչքան շատ է։ Հիսուսը ամեն քաղաքները եւ գյուղերը ման էր գալիս նրան ժողովարաններում սովորեցնելով եւ արքայության ավետարանը քարոզելով եւ ժողովրդի մեջ ամեն ցավ եւ ամեն հիվանդություն բժշկելով։ Սա էլ ուրիշ տեղ էլի։ Հաջորդը Մատթեոս 12:15-ը։ Եվ Հիսուսը իմանալով հեռացավ այնտեղից, երբ որ փարիսեցիները ման էին գալի իրան, որ հալած էին, ինքը տեղից հեռացավ, այդ մասին ասում։ Հեռացավ այնտեղից եւ շատ ժողովուրդներ գնացին նրա մոտ եւ նա նրանց կեսին բժշկեց։ Չէ՞։ Նրանց ամենին բժշկեց։ Ի ժողովուրդ այնքան շատ էին գալի իր մոտ։ Այնքան շատ էին գալի։ Մենք դեպքեր ենք այստեղ ունեցել, էլի Աստծո ծառայողները եկել Հայաստանում է, Ամերիկայում է, որ քարոզիչի մոտ գալիս են, որ նա աղոթի, նա պարգև է ունենում, որովհետեւ գիֆտ է ունենում բժշկելու համար։ Լինում է մի մասը բժշկվում են, մի մասը չեն բժշկվում։ Մարդը ասում է, Աստված չուզես բժշկի։ Չէ, դա չի։ Ես մի քիչ ուշ կասեմ, ինչն է պատճառը, ինչի չեն բժշկվում։ Հիսուսը որ ֆիզիկապես ներկա էր, մենք տենում ենք, որ ինքը բոլորին ուզում էր բժշկել, ճիշտ է։ Էդի մեր մոտ չի ստացվում, իր մոտ ստացվում էր, ու ինքը ուզում է։ Էդի մենք ձևը չենք imանում, մենք չենք imանում ոնց, շատ անգամ։ Կիսատ բրատ գիտենք, որ խոսքը պետք է լավ ուսումնասիրենք, պետք է Սուրբ Հոգու հետ ուժեղ հաղորդություն ունենանք։ Եթե ինքը ստեղ ներկա լիներ ցանկացած հիվանդություն, վարքյանական բուժելու էր։ Անկամ մեռած մեկը լիներ հարություն էր տալու։ Որտեղից գիտեմ, հենց այս համարներից բոլորին էր բժշկում։ Ու չէին գալիս սովորական գլխացավով մարդիկ, կույր, խուլ, մեկի ոտը չկար, ոտ էր աճում, մեռնելու քաղցի էր, կենսեր էր, բժշկում էր, հենց հիվանդություն էր, որ մարդ չէր կարա, մեկը որ ստախ կյանքը պարկել էր, չէր քայլել, վեր էր կացնում։ Էսի հələ այն ջեներալ տեղերն եմ ասում, ընդհանուր տեղերն եմ ասում, մանրամասը լեբորետակ ինչքան բժշկություններ արել։ Փարիսեցիական այդ ֆերիսիական ոգին կրոնական դիվական ոգին որ մտել աշխարհ իրան ներկայացնում որպես աստվածապաշտության հոգի սուտ հոգի մտելա շատ հավատացյալներ մեջ Աստված հիվանդություն է տալի որ պատժի Աստված չի ուզում հələ քո ժամանակը չի եկել սուտ է այդպես բան չկա եթե չենք բժշկվում չի եղել, հարց տանք ինչի, ավելավա ասենք ինչի, քաստե մեղադրենք Աստծուն չուզես բժշկի, չկա այդպես բան։ Հաջորդ համարը, Մատթեոս 14:14, որտեղ ինքը սիրով է լցված, սերն է իրան ստիպում, որ բժշկի, սերը։ Եվ որ Հիսուսը դուրս եկավ, շատ ժողովուրդ տեսավ եւ գթաց նրանց վրա, compassion, հա, compassion-ը իր շարժեց։ Գթաց նրանց վրա եւ բժշկեց նրանց հիվանդերին։ Տես սերն է շարժում։ Իսկ իր սերը այսօր չի պակասել։ Չի պակասել։ Եբրայեցի 13:8-ը գիտեք ինչ է ասում։ Ինչ է ասում։ Հիսուս Քրիստոսը նույնն է երեք այսօր եւ հավիտյան։ Հիսուսը նույնն է, եթե այն վաղտ ինքը ուներ այդ compassion-ը, այդ սերը, ինքը այսօր էլ ունի։ Մի թողեք սատանայի սուտը մտնի գլխների մեջ։ Մեկ ուրիշ տեց Ղուկաս 4:41, ես արագ ասում եմ, քիչ եմ բացատրում, դուք ինքներդ կարդում եք եւ համոզվում եք։ Ղուկաս 4:41 Եվ արեգակը մարմտնելիս ամենքը որ կերպ ցավերով
հիվանդներ ունեին, նրանց բերում էին նրա մոտ, Հիսուսի մոտ այսքան։ Նա էլ նրանց ամեն մեկի վրա ձեռք էր դնում եւ բժշկում նրանց, ամեն մեկի վրա ձեռք էր դնում, որ բժշկում։ Այս սա է մեր Տեր Հիսուսը։ Ինքը ուզում է բոլորին բժշկի։ Իմ մոտ չի ստացվել, որ մեկ բոլորի վրա ում վրա ձեռ եմ դնում, աղոթեմ բժշկի։ Եղել են մարդիկ բժշկվել են, եղել են մարդիկ չեն բժշկվել, բայց իր մոտ ստացվում է։ Եթե իմ մոտ չի ստացվում կամ ինչ որ մեկի մոտ չի ստացվում, չի նշանակում, որ դա Աստծո կամքն էր։ Պետք չի վարդապետություն, դոկտրինա հորինենք։ Դե ուրեմն Տերը չկամեցավ։ Հետո հաջորդ անգամ աղոթելուց ասում են, Տեր, եթե քո կամքն է բժշկելու, բժշկի։ Չի բժշկի։ Ինչի չի բժշկի։ Երբ որ աղոթքի մեջ դու ասում ես, եթե, ուրեմն չսպասես Աստծուց ոչ մի բան։ Երբ որ աղոթքի մեջ դու ասում ես, եթե։ Մարկոս ավետարանի 11 գլխի 24 համարը Հիսուսը տեսեք ինչ ասում ժողովրդին։ Սրա համար ասում եմ ձեզ, թե ամեն ինչ որ աղոթքանով խնդրեք, հավատացեք թե կառնեք եւ կլինի ձեզ։ Ամեն ինչի մեջ ինչ է մտնում։ Ամեն ինչի մեջ մտնում է ամեն ինչ։ Պայմանը ո՞րն է ստանալու։ Պայմանը, condition-ը ո՞րն է, որպեսի պատասխանը ստանա։ Հավատքը։ Հավատացեք, որ ստանում եք եւ կլինի ձեզ։ Երբ որ դու վստահ չես, հələ լսեք։ Երբ որ մենք վստահ չլինենք, որ ինքը ուզում է բուժի, թե չի ուզում բուժի։ Ու ասենք, Տեր, եթե կամենաս, էսի ինչ է հավատքա, վստահություն է։ Բա ինչ է, կասկածանք է էսի։ Եվ որ ասում ենք, եթե if you want to heal me, չես ստանա, չկա, որտեվ հավատքը չի ասում եթե։ Մարդիկ վեկալում են Հիսուսի այն աղոթքից, որ Գեթսեմանի պարտեզում աղոթում է, Հայր, եթե կամենաս ես բաժակը իմ կողմով, եթե բառը գտել են մարդիկ, ուրեմն ամեն, չէ, էդի ուրիշ աղոթքեր, դա նվիրաբերական աղոթքեր, սա հավատքի աղոթքին չէր վերաբերվում։ Եթե կամենաս Հայր ես բաժակը իմ կողմով ասի, բայց թող քո կամքը լինի։ Մեկը ինքը գիտեր, որ Աստծո կամքն է, որ ինքը պետք է գնա խաչի վրա, հարցակում էր իր վրա գալի դևերից սատանայից, որ ինքը այդ ճանապարհից հետ կանգնի։ Դժվար էր, ինքը այդ փորձությունը անցնում էր, դրա համար ասում էր, հարի եթե հնարավոր է թող անցնի։ Բայց ինքը վստահ էր, որ Աստծո կամքն է գնա։ Հետո ասում էր, բայց թող քո կամքը լինի, ոչ թե իմ կամքը։ Ու երբ որ ասում էր, բայց թող քո կամքը լինի, ինքը վստահ էր, որ այդ խաչի ճանապարհը Աստծո կամքն է, ու գնաց։ Ու այսօր շատերը ասում են, եթե քո կամքն է բժշկվեն, Տեր Աստված հիշում են Հիսուսի այդ աղոթքը, թող բժշկվի։ Ոչ, դա ուրիշ պայման էր։ Դա նվիրաբերական աղոթք էր կոչվում, ոնց անգլերեն կոչվում։ Surrender աղոթք է դա կոչվում, որ դժվար է, չեմ ուզում այդտեղ, բայց լավ, եթե դու ուզում ես, ես կգնամ։ Դու իմանում ես, որ դա Աստծո կամքն է։ Դա կապ չունի այս հավատքի աղոթքի հետ։ Այս դեպքում, եթե դու կասկածում ես, որ Աստված կամենում է քեզ բժշկի, ու աղոթքի ժամանակ ասում ես, եթե կամենաս բժշկես, բժշկի, չես ստանա, չի լինի։ Հակոբոս, առաջի գլխի 6-7 համարները, որը որ տեղավորվել է, ստեղ մենք գցում ենք, կարող եք կարդալ։ Տեսեք, Հակոբոս ասում է, ինչ որ պետքա դուք Աստծուց խնդրեք, դրանից առաջ է դա ասում։ Միայն թե թող հավատքով խնդրի առանց երկմտելու, երկմտելը կասկածելու, երկու միտք է, երկմտելը գիտեք հայերեն լավ է գրած, երկմտել նշանակում է երկու միտք։ Մեկ մտածում ես կլինի, մեկ մտածում ես չի լինի։ Երկմտող մարդը թող չկարծի, որ Տիրոջից մի բան կստանա, չկարծեք։ Երբ որ դուք աղոթքի վաղտ ասում եք, եթե կամենում ես, այդ ինչ է, հավատք թե կասկած։ Ու ցանկացած աղոթ, երբ որ դու եթեով ես աղոթում, չես ստանա։ Հիվանդի համար մանավանդ աղոթեցիր, եթե կամենում ես, ինքը ասում է, ոնց կամենում եմ։ 100% դու ասում ես, չգիտես, բախի խոսքը չես կարդում, որ իմանաս։ Ինչի խոսքը չես կարդում, որ իմանաս, ալարում ես, հետո ուզում ես հեշտ աստվածաբանություն ես ընտրում, հեշտ դոկտրինա ես ընտրում, քեզ պետք չի խորանաս, կարդաս, մտածես, ծոմ պահես, քեզի աշխարհից կդրես, ոնց ուզում ապրում ես, մեկը հիվանդանում է, աղոթում ես, չի վիժում, դե ասում ես երևի Աստծո կամքն էր, հեշտ աստվածաբանություն։
Հեշտ theology, հա։ Աստված կամենում է բոլորին բժշկել, քանի համար ցույց տվեցի, որ Տեր Հիսուսը բոլորին էր բժշկում։ 4 ավետարաններում, 4 գասպելներում ոչ մի տեղ չեք տեսնի, որ Հիսուսը չբժշկի։ Մենակ գիտեք որտեղ կա, որ ոչ թե չի ուզում, հիմա ասեմ կարող է զարմանաք։ Չի կարողանում։ Ոնց Տերը չկարողացավ, հա, չկարացավ։ Ուժը դուրս չեկավ մեջից։ Այդ համարը չեմ գցել, բայց եթե դուք ուզեք, հետո տանը կարդաք Մարկոս ավետարանի 6:1-6 համարները։ Ասում է չկարողացավ։ Բայց Աստծո հոգին իր վրա էր, հնարավոր չէ որ ինքը չկարողանար։ Ինքը կարող է ամեն ինչ, ամենակարող Աստծո հոգին իր վրա էր, իր մեջ էր։ Բայց գիտեք ինձ ինչ չկարացավ, ասում է, որովհետև չէին հավատում։ Չէին հավատում։ Հիսուսը անգամ ֆիզիկապես ֆիզիկալ ինքը այնտեղ կանգնած էր, որ կարող մեռելներին է կենթանասեր, կույր աչքեր էր բացում, խուլականջներ, այտենց հիվանդություն չկարող, բայց այդտեղ չկարողացավ, ոչ թե չուզեցավ, որովհետև անհավատություն կա, որտեղ անհավատություն կա, ինքը չի կարողանում, ու հավատացյալն ասում են, եթե կամենաս, կասկածում են, չի բժշկում, ասում են, դե ուրեմն չկամեցավ, ինքը կամենում է, ուղղակի չկարացավ, անհավատությունը հիմա դու այս լույսերը որ գալիս է, չէ՞, սենց այս լույսերը որ մենք ունենք, հիմա պատի մեջից դու այդ քորդը կտրեք, կգա, այդ energy source-ը կտրի, չի գա, հավատքն է այդ լարը, որը մեզ միասնում ասում է այդ գալիս է կրակը, զորությունը գալիս է բժշկում է, հավատքն է այդ լարը, այդ քորդը, լավ հավատքն է, որի միջոցով արձակվում է Աստծո զորությունը։ Ես ինչ եմ այս թեման տալի, որ մենք համոզվենք, Աստված ուզում է բժշկի։ Եթե հավատակ, հրաշքներ եք տենալու։ Ու մենք տենալու ենք, ու ես ուզում եմ, շատ եմ ուզում քարոզեմ բժշկության թեմայով, ավելի երկարատև, ոչ միայն այսօր, շատ եմ ուզում քարոզեմ, որ մենք տեսնենք այդ հրաշքները։ Որտեղ ինչ քարոզենք, այն է կտեսնենք։ Մատթեոս 8:1-3-ը Մատթեոս 8, Մատթեու 8:1-3-ը Երբ որ Հիսուսը սարից իջավ, շատ ժողովուրդներ գնացին նրա հետևից եւ ահա մի բորոտ գալով երկրպագում էր նրան եւ ասում բորոտ է լեպրսի այդ մաշկային ամբուժելի հիվանդություններ։ Գալիս էր նրան եւ ասում Տեր, թե որ կամենաս, կարող ես ինձ սրբել։ Հիսուսը ձեռքը մեկնելով նրան դիպավ եւ ասեց կամենում եմ սրբվիր եւ նրա բորոտությունը շուտով սրբվեց։ Ինքը վստահ էր, որ Հիսուսը կարող է։ Ասում էր Տեր, թե որ կամենաս, կարաս ինձ սրբես։ Գիտեր, որ կարա, բայց վստահ չէր, կամենում է, թե չէ։ Որովհետև բորոտները պատժված մարդիկ էին։ Քաղաքից դուրս պետք է առանձնացած ապրեին իրանք։ Վարակիչ էին իրանք։ Պետք է հեռու մնային մարդկանցից, շատ ահավոր տեսք ունեին։ Զզվելի, մաշկը թափվում էր վրայից, մսերը թափվում էին վրայից։ Ու կարելի էր մտածել, որ պատժված էին Աստծու կողմից։ Բայց Հիսուսը այդպես չէր մտածում։ Ասես Տեր, թե որ կամենաս, գիտեմ կարաս բժշկես, թե որ կամենաս, ասես կամենում եմ բժշկի, այդ նույն Հիսուսը այսօր ստեղ է։ Ինքը չի փոխել իր միտքը։ Ինքը նույն սերն է, ինքը նույն բարի հովիվն է։ Կամ մեկը որ կասկածում է, որ Տերը ուզում է իր բժշկի, իր երեխուն բժշկի։ Այս համարները կարդացի, որ քո մոտ կասկած չմնա, դու մի ասա, բա ինչի սենց եղավ, բա ինչի են մեկը մեռավ, բա ինչի այս մեկը հիվանդ ծնվեց, բա ինչի այս մեկը մի բան այն չի, իր հետ կապված չի, ինքը չի արել, մեղքի հետևանքն է, մեղքի պատճառով այդ անեզքը հիվանդությունը մտավ աշխարհ, անեզքը հիվանդությունը մեղքի պատճառով մտավ աշխարհ, ծառայողներ կան, որ ես լսել եմ, որ իրանք երկար տարիներ հավատացել են, որ Աստված բժշկող Աստված է, Աստծո համար անհնարին բան չկա, ինքը բոլորին է բժշկում, բայց իրանք այդ ծառայողները վատ էքսպերիենս են ունեցել, վատ փորձառություն են ունեցել, դժբախտ դեպք է պատահել, իրանց ընտանիքում, իրանց հարազատներից
երիտասարդ անձնավորություն են մահացել, որը որ ցավալի է։ Եվ միջև դա իրանք շատ աղոթք են արել։ Աղոթք են արել ծոմ են պահել, որ Աստված բժշկի, եւ չեն բժշկվել, մարդիկ են եղել մահացել են, Աստծուն հավատացող ծառայող ընտանիքներից են եղել։ Ու երբ որ այսօր այդ մարդկանց լսում ես, այդ հրաշալի Աստծո ծառայողներին, ես իրանց չեմ մեղադրում, ոչ դատում եմ, ոչ բան, ես հասկանում եմ դա ինչ է կատարվել։ Դա շատ ցավալի դեպք է, ու շատերը գալիս են այդ կարծիքին։ Ու ինչ են ասում են, միջև այդ դժբախտ դեպքերը կատարվելը, ես հավատում եմ, որ Աստված կամենում է բժշկի բոլորին, բայց այդ դժբախտից դեպքից հետո իմ աստվածաբանությունը փոխվեց, իմ թեոլոգիան փոխվեց։ Ես արդեն այդպես չեմ մտածում, որ Աստծուն պետք էր Աստված ինքը վերցրեց։ Հետաքրքիր մի բան նկատենք։ Միջև այդ դեպքը պատահելը, այդ մարդկանց հավատքը, faith-ը հիմնված էր գրված խոսքի վրա։ Ինչը որ ճիշտ է, բայց այդ դեպքից հետո իրանց հավատքը հիմնվեց իրանց էքսպերիենսի վրա արդեն։ Այսինքն իրանց էքսպերիենսով թեոլոգի սարքեցին, դոկտրինա սարքեցին, հասկանում եք, որը որ սխալ է։ Մենք մեզանով չպիտի չափենք։ Էսի շատ մեծ սխալ է։ Մենք Աստծուն սխալ, այսինքն մենք սաղ ճիշտ ենք արել։ Դուս ա գալիս սաղ ճիշտ ենք արել, չէ։ Լիքը բաց թողումներ կա։ Լիքը բաներ կա, որ չենք կասկածել ենք, կամ մեղքն է պատճառը եղել։ Հիմա մի քանի օրինակ որ ասեմ, դուք հասկացեք, որ անգամ Աստծո ծառայողների կյանքում ինչեր ա եղել։ Մի Աստծո մարդ Կենեթ Հեյգին երևի լսել եք, իր գրքերից ունենք, շատերը երևի կարդում եք։ Ինքը գրում է իր գրքի մեջ, գրում է բոլոր իր գրքերի մեջ, եւ Տիրոջը հանդիպել է 8 անգամ տեսել է։ Եվ ինքը քարոզում է, որ Տիրոջ կանգնա, որ բոլոր բժշկվեն 100%-անոց։ Այն ինչ որ ես հիմա քարոզում եմ, նույնը ինքը քարոզել է երկար տարիներ առաջ։ Բայց հետաքրքիր է, մի քանի օրինակ ա բերում, ասում է մի անգամ ես իմ ծառայությունը, հովական ծառայությունը, երբ որ թողեցի, արդեն հանձնեցի, ոնց որ ես հիմա հով եմ, հանձնեմ մեկ ուրիշին։ Ասում է իմ հովական ծառայությունը հանձնեցի ու գնացի միսիոներական ճանապարհորդության, տարբեր եկեղեցիների հետում եւ քարոզում էի։ Եվ ասում է մի եկեղեցի էի գնացել եւ այդ ընթացքում հյուրանոցում էի, հոթելում էի ես մնում եւ սիրտս վատացավ։ Ճնշումս ընկավ ու շատ թափվում էի, արդեն մահանում էի, աղոթում էի, չէի բժշկվում, ասում ինչ է, խի։ Մեկ էլ իր այդ եղել էր 16 տարեկանում, որ բժիշկներ ասել էին դու մահանալու ես, դու չես ապրելու։ Այդ ժամանակ աղոթել էր, բժշկվել ու նույն բանը վերադառնում է, նույն բանը իր մոտ վերադառնում, ասում է ինչի չեմ բժշկվում։ Տեր Աստված, որտեղ է իմ սխալը եղել, գիտեմ քո կամքն է որ բժշկվեմ։ Ու Սուրբ Հոգին գիտեք ինչ ասում է, որովհետև դու իմ կամքից դուրս եկար։ Դու հելար իմ կամքից, դու ժամանակից շուտ քո հովությունը թողեցիր եւ սատանան տեղ գտավ քո վրա։ Եվ գիտեք ինչ է կատարում, ինքը տեղում ապաշխարում է, մի վարքյան չի տևում, որ բժշկվում է տեղում։ Միանգամից կարգավորվում է իր մոտ։ Միանգամից։ Տեսեք, հիմա նայ, եթե ինքը Տիրոջը չհարցներ, եթե վստահ չլներ, որ Աստված կամենում է բժշկի, եթե մտածեր, որ հիվանդությունը Աստված է տալի, կարող ասեր, երևի Տերը ինչ-որ բան է խրատում սորասում, ուտեցել չի մանար, մեռներ գնար ժամանակից շուտ, բայց ինքը քանի որ խոսքը շատ լավ գիտեր, էսի կարևոր է, ու գիտեր դա Աստծո կամքը չի, հարցրեց Տեր ինչի համար, ու այդ այնց հարց Հիսուսի աշակերտները տվեցին, երբ որ մի դիվահար կար, որը քշում էին Մատթեոս 17 գլխի 18-ից 20 համարներում, երբ որ Դևին, այդ demon possessed մարդու մեջ ուզում են դև անեն, դևը չգնաց, այդ ժամանակ աշակերտները առանձին Հիսուսի մոտ եկան եւ ասեցին, մենք ինչու չկարողացանք հանել դևին։ Հիսուսն էլ նրանց ասեց, ձեր թերահավատության պատճառով։ Տես Հիսուսը տվել էր իրանց այդ իշխանությունը, այդ authority-ն տվել էր։ Եվ այդ պայն Հիսուսը տեղ չէր, աշակերտները շատերին էին բժշկի արդեն աղոթել էին, բայց այդ վստահ էին, որ այս այդ դևին է կքշեն, այդ մարդու մեջից կհանեն։ Չեղավ, հավատում էին, չէ, ուրեմն ունեին հավատք։ Եթե չհավատային չէին աղոթի, բայց դևը չէ լավ։ Չասեցին, երևի Աստծո կամքը չի, որ այս դևը այս մարդուց էլ այտենց ասեցին։ Իրանք վստահ էին, որ Հիսուսը բոլորին է բժշկում։ Եթե նրանք մտածեին, որ Հիսուսը մի մասին բժշկում է, մի մասին չի բժշկում, կարող է այտենց է թողային, բայց
Իրանց մոտ հարց առաջացավ, ինչի չկարողացանք։ Եկան ասեցին, Հիսուսն ասեց, թերահավատություն, ուրեմն կասկածանք է, երկմտություն է ձեր մեջ եկել։ Եկեք աշակերտների նման նույն ազնվություն ունենանք, հա։ Եվ որ մեր մոտ չի ստացվում, ասենք, Տեր, ինչի չկարողացանք։ Կարող ենք ասել Տիրոջը։ Տեր, ինչի չկարողացա, ոչ թե, քանի որ ես չկարացա, ես սուպերմեն եմ, ես սուպեր հավատք ունեմ։ Աղոթեցի չեղավ, դե որ չեղավ, ուրեմն ես մտածում եմ, որ Աստված չէր ուզում։ Մեզանով պետք է չափենք։ Մենք ենք այս գալակտիկայի կենտրոնը, Աստվածաշնչի կենտրոնը, մեզանով ենք չափում։ Երբ որ ես աղոթեցի չեղավ, ուրեմն Աստծո կամքը չի։ Յա։ Հասկացանք։ Այդպես չպետք է լինի։ Մեր էքսպերիենսի վրա չպետք է ասենք ինչի չկարացա։ Մի հատ ուրիշ Աստծո ծառայող, երևի լսել եք Նենսի Դուֆրեյն, հրաշալի Աստծո կին ծառայողը, էլի Կալիֆոռնիա նահանգում է։ Ինքը պատմում էր տարիներ առաջ իր ամուսինը, երբ որ միսիոներական ծառայության մեջ է եղել, առաքելական ծառայության տարբեր տեղեր գնացել եկեղեցիների, երբ որ վերադարձել է տուն, մարմնի մեջ հիվանդությունը հայտնաբերել, կարծեմ կենսեր, քաղցկեղը հայտնաբերել։ Ու ինքն էլ Քենեթ Հեյգինի հենց ծառայության մինիստրի մի փարթն է եղել, մասն է եղել, վստահ եղել, որ Աստված բժշկում է բոլորին։ Ասել է, Տեր, ես չեմ հասկանում սա, այսի պետք է չլինի։ Որտեղ եմ բաց թողում ունեցել։ Որտեղ եմ բաց թողում ունեցել, որտեղ եմ ինչ-որ մի բան այն չի եղել, հարցրել, աղոթել, Տիրոջը սպասել, ու Տերը գիտեք ինչ ասել, այստեղ էլ։ Ասել է, որովհետև դու քո մարմնին հանգիստ չես տալի։ Օր ու գիշեր տանջում ես, չլում ես։ Հանգիստ վերցրու, օր ու գիշեր դու մենակ ծառայում ես, չես հանգստանում։ Այս մարդը գիտեք ինչ արել, ապաշխարել, հա, որ իր մարմինը չի խնայել։ Հանգիստ է վերցրել, սկսել է հանգիստ վերցնել շաբաթական մի օր, կապ չունի որ օրինակ վերցնում, օրենքի տակ չենք, պարտադիր չեն շաբաթ օրը լինի, կարա ցանկացած օր լինի, կարևորը հանգիստն է։ Մի ամսվա մեջ այս մարդը լրիվ բժշկվել է։ Ամբողջովին, տեսնում եք, որտեղից կարան հիվանդություններ, բայց այն մարդիկ, ովքեր որ Աստծո խոսքը չեն իմանում, էլ չեն ասում, Տեր, ինչի հիվանդություն բան, ասում են, երևի Տիրոջ կամքն է, երևի Աստված բան է սովորացնում։ Պետք է աղոթես, փնտրես Տիրոջ երեսը, հարցնես։ Կարամ այդպես շատ օրինակ մի ծառայող ա եղել 30 շատ ուժեղ 1950-ական թվականների ուժեղ բժշկող ա եղել, նայեք, բժշկող ավետարանիչ ա եղել։ Բժշկող։ Մեծ պալատկե թենթեր ա դրել, աղոթել է, սաղ մարդիկ բժշկվել են։ Սաղ չէ, բայց մեծամասնությունը բժշկվել են։ Շատ զորավոր ծառայող ա եղել։ Ու ունենց ա եղել, որ իր մարմնի մեջ կենսեր ա կարծեմ էլի առաջացել, ու շատերը ինքը աղոթել է եւ շատերն սկսել են իր համար աղոթ կանել, ու Քենեթ Հեյգինը գրում է, որ ինքն էր այդ ժողովին, հովների ժողով էր, պատկերացրու սովորական բան չէր, հովական կոնֆերանս էր։ Պատկերացրու սենց հզոր հավատքի մարդիկ, ասում է, սա հովներ եկել աղոթում էին, որ այդ մարդը բժշկվեր։ Երբ որ ասում է, ես էլ էի գնում, որ աղոթեի, Տերը ասեց, մի աղոթի, չի բժշկվելու, մահանալու է։ Սա հովները աղոթում են, որ ոնց Տեր։ Ինքը մարգարե ա եղել։ Տերը բացել է պրոֆետ ա եղել։ Ասել է ինչ, ասում է, որովհետև ես իրան ժամանակ էի տվել ապաշխարելու, ինքը մեղք ա թույլ տվել իր կյանքում, դրա համար դատաստան ա իր վրա գալիս։ Չարա հիվանդությունը տեղ ա գտել իր վրա։ Ու այդ ծառայողը 38 տարեկանում երիտասարդը մահանում է։ Աստծո հիմա եթե այդ մասին ես չկարդայի, օրինակի համար այս Աստծո ծառայողի գրքից չկարդայի, երևի ամենտեղ կտարածվեր, որ Աստված տարավ, Աստված ուզեց տարավ իրան։ Դες բան չկա։ Մենք պետք է լինենք այն մարկանցից, երբ որ մեր աղոթքի պատասխանը մենք չենք ստանում, փնտրենք ինչի համար Տեր Աստված, ինչի սենց եղավ։ Հասկանում եք, որովհետև մեր մեջ պետք է համոզվածություն գա, որովհետև հավատքը այնա, որ մեր մեջ լինում է համոզվածություն, այդ դեպքում ենք աղոթքի պատասխանը ստանում։ Երբ որ վստահ ենք, որ Տերը լսում է, երբ որ վստահ ենք, որ Տերը լսում է, այդ վաղտ ենք ստանում։ Առաջի Հովհաննես այս համարն է կարդանք եւ սրանով այսօր ավարտենք, հետո կշարունակենք ուրիշ թեմա բանով։
Առաջի Հովհաննես 5:14-15 համարները տեսեք Հովհաննես առաքյալը ինչ է գրում։ Եվ սա է այն համարձակությունը, որ ունենք դեպի նրան, դեպի Աստված, այսինքն, թե ինչ որ նրա կամքի պես խնդրում ենք, լսում է մեզ։ Եվ եթե գիտենք, թե լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք, որ առնում ենք մեր խնդրվածները, որ խնդրեցինք նրանց։ Այս ասում է, երբ որ երկրորդ հատված ասում է, երբ որ գիտենք, որ լսում է, այսինքն երբ որ մենք վստահ ենք, որ ինքը լսում է, այդ ժամանակ ենք ստանում։ Երբ որ դու վստահ ես ինքը լսում է, թե չէ։ Երբ որ դու ասում ես, եթե քո կամքն է, ըստեղ նայեք, շատերը գիտեք որտեղ են շփոթվում։ Առաջի հատվածը որ ասում է, ինչ որ նրա կամքի համեմատ խնդրենք։ Մարդիկ էսի կարդում են, ասում են, եթե քո կամքն է, ըստեղ չի ասում, որ դու այտենց աղոթես, եթե քո կամքն է։ Ըստեղ ասում է, երբ որ դու մի բան աղոթում ես, դու պետք է վստահ լինես, որ դա Աստծո կամքն է։ Դրա մասին ասում։ Make sure լինես, վստահ լինես, որ դա իր կամքն է, ոնց ես իմանում խոսքով։ Ու այդ ժամանակ, երբ որ դու աղոթում ես, դու վստահ ես, որ ինքը լսում է, այդ վաղտ ես դու ստանում, երբ որ դու վստահ ես ինքը լսում է, թե չէ, դու չես ստանա։ Հենց սա է հավատքը։ Չի ստացում մենք մեր մեջ քննենք։ Կարա լինի անհավատությունը, թերահավատություն, կարա լինի մեղքը պատճառը, որ հիվանդությունը դες օրինակ բերեցին, կարա լինի, որ մարդը հանգիստ չի վերցրել։ Կարա լինի անզգուշությունը, ծնող երեխան ասի տակ շոր հակի, դե ցուրտա չլսի գնա հիվանդանա, թոքաբորբ տանի, ասենք, ասի, հո դե Աստված տվեց, որ խրատի, դες բան չկա։ Քանի հոգու տեսանք, որ Հիսուսը հիվանդությունով խրատի կամ ասի, այ ես քեզի չեմ բժշկի, որտեվ ես իմ հայրն ատավ է, որ քեզ խրատի։ Իսկ ես իմ հոր կամքն եմ կատարում։ Մենք գիտենք, որ Հիսուսը 100% հոր կամքն էր կատարում։ Եվ ինքը ասեց, վերևից իջա ոչ թե իմ կամքը անելու, այլ հոր կամքը կատարելու։ Այդ նշանակում է բոլոր հիվանդներին, որ բժշկում էր, դա հոր կամքն էր կատարում։ Ինքը հակառակ չէր էթում։ Ամեն։ Շատ կարող է այս թեման, որպեսզի մեր մեջ համոզվածություն առաջանա, հաստատ համոզվածություն առաջանա, որ հիվանդությունը Աստծո կամքը չի, Աստված չի պատժում հիվանդությունով, Աստված մեկին պատժեց հիվանդությունով, որ ոչ մեկ չպատժվի, դա Քրիստոսն էր։ Նրան պատժեց հիվանդությունով, եւ Եսայի, դա չեմ գցել համարա, Եսայի 53:3-5 համարներ դուք կկարդաք, նա պատժվեց մեր համար, նա վերցրեց իր վրա ամեն հիվանդություն ցավ, որպեսզի մենք ազատ լինենք եւ չկրենք այդ ցավերն ու հիվանդությունները։ Եվ Գաղատացի 3:13-ն է գրածա, Քրիստոսը գնեց մեզ օրենքի անեծքից, մեզ համար անեծք լինելով, որովհետև գրված է, թե անիծյալ լինի ամեն փայտից կախվածը, հիվանդությունը անեծք է, եւ Քրիստոսը ասում է, մեր խաչի վրա որ բարձացավ, մեր փոխարեն անեծք դառավ, որովհետև գրված է անիծյալ լինի ամեն փայտից կախվածը, խաչափայտից, այսինքն։ Ոնց ինքը կկամենա այսօր տա էտի, եթե ինքը դա իր վրա է վեկալ է, արդեն վեկալել է, մի համարել ասեմ, Առաջի Պետրոս 2:24-ը, սրանք բոլորը ապացուցում են ինչ որ ստոր ասում, որ ինքը, այսինքն Հիսուսի մասին ասում, մեր մեղքերը իր մարմնում խաչափայտի վրա բարձրացրեց, որ մեղքերից հեռանալով արդարության համար ապրենք, որ նրա խոցերով բժշկվեցիք։ Նրա խոցերով, նա խոցերը ստացավ, մեղքի պատճառով հարվածները ստացավ, որ մենք բժշկվենք։ Դա է նրա կամքը, դա է նրա հարուտ, կարամ շատ համարներ ասեմ մոտեցելի կա։ Բայց քիչ մենք կգնանք դրան, հետո ես կսովորացնեմ ոնց ստանանք բժշկությունը, ինչ քայլեր պետք է անենք, որ ստանանք բժշկությունը։ Ամեն, եկեք կանգնենք։ Հիմա եթե կան ձեր մեջից մարդիկ, ովքեր որ մտածել են հիվանդությունը Աստծուց է, Աստված չլսեց, իմ ամուսինը, երեխեն, կինը, կամ էս ինչը, այն ինչը, ու դա նշանակում է անտեղի մեղադրել ենք Աստծուն, անտեղի, կարևոր է որ ապաշխարել։ Ասենք ես հեծանիվ ունեմ, բայսիկլ ունեմ, իմ տան մոտ կանգնացրել եմ օրինակի համար, հետո գալիս եմ տենում եմ չկա։ Ասում է երևի վարուժնատարը, որտեվ իրան մի երկու անգամ տեսել եմ իմ շենքի մոտով գնալ գալուց։ Մեղադրում եմ այս մարդուն, հետո բոլորին պատմում եմ, որ ինքը իմ հեծանիվը տարել է, ինքն էլ լսում է ինձնից նեղացած հետս չի խոսում, ու այդ են շատերը
Աստծուն մեղադրել են մի բանի համար, որ Աստված մեղավոր չի, եւ Աստված էլ լավ չի զգում, որ իրան մեղադրում են մի բանի համար, ինչը կապ չունի, սատանան արի գցում ենք Աստծո վրա, պետք է ասենք Տեր ների, որ առանց հասկանալու քեզ եմ մեղադրել։ Մենք ասում ենք, բայց Աստված ամենակարող է, ինքը ինչի թույլ տվեց, որ սենց եղավ։ Մենք ենք թույլ տվել, ոչ թե Աստված։ Մեղքի պատճառով, Աստծուն չլսելով, եկեղեցու տեղը փարթիները վազելով, չգիտեմ, լիքը բաներ կա, հա։ Պետք է ապաշխարենք, որ Աստծուն մեղադրել ենք անտեղի։ Հա, դեպքեր եղել է, որ մենք մեր ուզածը չենք ստացել, բայց մենք պետք է ասենք ինչի համար, աշակերտների պես համարձակություն ունենք, ասենք Տեր, ինչի չկարողացա, ոչ թե ես ամենակարողն եմ, քան որ իմ մոտ չեղա, ուրեմն Աստծո կամքը չէ։ Պետք է ասենք ինչի չկարողացա, որն է պատճառը, որտեղ եմ բաստեղում ունեցել։ Կտենակ բոլորը կբժշկվեն, բոլորը։ Ոնց որ Հիսուսի ժամանակում էր, բոլորը բժշկվում են, բոլորը բժշկվելու են։ Երբ որ մենք այս միտքը ունենանք, բոլորը բժշկվելու են, բոլորը։ Այտենց հիվանդություն հրաշքներ է կատարում, ձեռը աճելու, ոտը աճելու, աշկերը հայտնվելու, որ չի ունեցել աշկ, ակաժները բացելու, մեռելներ են հարություն առնելու, որտեղ Հիսուսը ինքը ասեց ինչ որ ես եմ արել, դուք էլ եք անելու։ Ոչ թե մեզանով, այլ Սուրբ Հոգին մեր մեջ եկել է, այդ նույն Սուրբ Հոգին, դա Սամվելը չի կամ ես չգիտեմ, մեկ ուրիշ ծառայողը չի, Սուրբ Հոգին է։ Մեզ մնում է, որ հավատանք ճիշտ աստվածաշնչյան դոկտրինային եւ Աստծո զորությունը կգործի։ Դրա համար այսօր ավելի շատ հիմքային էր իմ խոսքը։ Հələ դեռ չեմ սովորացնում ոնց աղոթենք։ Ես հələ դեռ չեմ սովորացրել ոնց աղոթենք հավատքով կանգնենք, որ ստանանք։ Ես հələ որ հիմքն եմ հիմա դնում, որ դուք վստահ լինեք, որ հիվանդությունը Աստծո կամքը չի։ Աստծո կամքն է բժշկությունը, հələ որ հիմքն եմ դնում։ Մենք ցես գնալու ենք շատ խորը ու խփելու ենք սատանային, Հիսուսի անունով ջախջախելու ենք իր սատերը, իր վախերը, իր հիվանդությունները, կապանքները, ու ասելու ենք սատանա, վեկալ քո հիվանդությունը գնա դժոխք Հիսուսի անունով։ Դա մերը չի։ Դա հավատացյալներինը չի։ Կրոնի հոգուն է հետդ վեկալ։ Ռիլիջենի հոգում, որ վերումս ինձ խափում է մարդկանց, ասում է, լավ, ես պատրաստ եմ դիմանամ, Տեր Աստված, եթե սա քո կամքն է կդիմանամ։ Աստված ասում է, դա իմ կամքը չէ, լավ, ոչինչ կդիմանամ։ Չէ, իր կամքը չի։ Իր կամքը բարին է, հաճելին է եւ կատարյալ է։ Ամեն։ Փառք ենք տալի Տեր Աստված, քո առջև ենք։ Խոնարհվում ենք քեզ, Հիսուս։ Շնորհակալ ենք քեզ, մեր Տեր Փրկիչ։ Շնորհակալ ենք Տեր, որ դու բարի ես եւ քո ողորմությունը հավիտյան է։ Շնորհակալ ենք Հիսուս, որ դու քո կյանքը խաչի վրա տվեցիր, Հիսուս։ Վերցնելով ամեն ցավ, պատիժ, հիվանդություն խաչի վրա քո վրա Տեր Հիսուս։ Վերցնելով մեր անեզքը հիվանդությունները, Աստծո հետ բաժանությունը, ամեն բան վերցրեցիր քո վրա Տեր Հիսուս։ Դու հարվածվեցար եւ ցավերի Տեր դառար, բայց դու մեր մեղքերի համար հարվածվեցար, մեր անօրենությունների համար խոցվեցար, քո արյունը խաչի վրա թափեցիր եւ մեզ մաքրեցիր, արդարացրեցիր եւ քո խոցերով, քո վերքերով խոսքաս, որ մենք բժշկվեցանք եւ դու տվել ես դա մեզ, դե մենք դա ունենք, Տեր։ Շնորհակալ ենք քո սուրբ արյան համար, քո զոհի համար, քո հոգին եկել է որ բժշկի ազատի, Տիրոջ հոգին ինձ վրա, ինչպես դու ասեցիր, հալույա գերիներին թողություն տալու, կապվածներին արձակելու, խոցվածներին բժշկելու, կույրերին տեսողություն, սրտով կոտրածներին բժշկելու, ահա թե ինչու է եկել Աստծո հոգին, ահա թե ինչի է եկել Աստծո հոգին ազատելու, գերիներին բժշկելու, դևերից ազատելու։ Շնորհակալ ենք Տեր Հիսուս, հալելույա, որ տվել ես քո խոսքը մեզ։ Եվ ինչպես 107 Սաղմոսի 20 համար ասում է, իր խոսքը ուղարկեց եւ բժշկեց նրանց եւ ազատեց իրենց կորուստից եւ նրանց ազատեց իրենց կորուստից, իր խոսքը ուղարկեց, իր խոսքը ուղարկեց եւ բժշկեց նրանց, իր խոսքը այսօր ուղարկվեց այստեղ։
Եվ իր խոսքը պետք է վերցնենք միջև Տիրոջ բժշկվելը գալը, միջև Տիրոջ բժշկությունը գալը, պետք է իր խոսքը գա, հնարավոր չի իր խոսքը չգա։ Ու բժշկվենք, պետք է իր խոսքը գա, որ բժշկվենք, ասում է, եւ խոսքը ուղարկեց եւ նրանց բժշկեց եւ նրանց ազատեց իրենց կորուստից, պետք է խոսքը գա մեր մեջ հիմք լինի։ Հալելույա, 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 շնորհակալ ենք Տեր քո խոսքի համար, որ մենք կորած, մոլորված ենք, բայց դառանք մեր հոգիների հովին եւ տեսուչին Հիսուսին, հալելույա։ Եվ մենք կորած ենք եւ այլևս կորած չենք, հալելույա։ Եվ մենք ունենք Տիրոջ խոսքը, որը լույս է մեր ճանապարհին, հալելույա։ Հալելույա, ասում է քո խոսքը ճրագ է իմ ոտքերին, մութ տեղը լույս է տալիս։ Եվ այն հիվանդությունները, ցավերը, դիվական ազդեցությունները, կապանքը դրանք բոլորը մութ են, խավար են եւ նրա խոսքը այսօր մեր ոտքերի առաջ լույս վառեց։ Լույս ճրագեց այսօր մեր ոտքերի առաջ լուսավորեց, հալելույա։ Հալելույա, Տեր, շնորհակալ ենք քո խոսքի համար, որ քո խոսքը ճրագ է մեր ոտքերին, հալելույա։ Լույս է տալիս մութ տեղը, կույրերի աչքերը բացում է, հալելույա։ Շնորհակալություն քո սուրբ այրան համար, քո խոսքի համար, քո զոհի համար, ես կանչում եմ քո խոսքը ամեն մեկի մեջ այսօր թող հաստատվի, հիմնվի ամեն մեկի սրտի մեջ քո խոսքը, արթնություն բերի, Տեր։ Հալելույա, բժշկություն, ազատագրում, Հիսուսյանով կախվածությունից ազատագրում, Հիսուսյանով ես օրհնում եմ ամեն մեկին։ Փառք ես, Տեր, շնորհակալ ենք Հիսուս, շնորհակալ ենք Հիսուս, շնորհակալ ենք, հալելույա, Հիսուս, շնորհակալություն, փառք ես, Տեր, շնորհակալ ենք։